Գսե ցանկացած սարգավակ իր պաշտոնը գադարել է առաջ, գսե թող կնե իր անձը, եթե անմեղադրելի գտնվի, ապա թող գադարեն իրենց պաշտոնը։ Նույնը կպահանջվի սարգավակներեն կամ սարգավակներու դիգիններեն, որբեսի անոնք ըլլան բարգեշտ, ոչ չարախոս եւ հավատարիմ ամեն ինչի մեջ։ Սարգավակներուն նույնպես կպատվիրե մեկ գնոջ այրելալ, իրենց որդիներուն եւ իրենց դուները լավ կառավարող, որովհետեւ այն սարգավակները, որոնք լավ կծարայեն, իրենց համար կշահին բարի աստիճան։ Նաեւ մեծ համարձակություն կունենան իրենց հավատքի մեջ, որ ունին ի Քրիստոս Հիսուս։ Հավատքի մեջ իր սիրելի որդին կգրե այս նամակը եւ նաեւ կմխիթարե անոր, որ ցանկությունը մեծ է զինք տեսնելու Դիմետրիոսին եւ հույս ունի, որ շուտով կհանդիպի։ Բայց եթե բադահի, որ իրենց հանդիպումը ուշանա, նաեւ վստահ է, որ Դիմետրիոսը գիտե իր ընելիքը Աստուծոդան մեջ, որը ճշմարտության սույնն ու հաստատությունն է։ Մեծ է Աստված պաշտության խորհուրդը գսե, որ Հիսուս Քրիստոսն է, որը հայտնվեցավ մարմնով, արդարացավ հոգիով, երևեցավ հրեշտակներուն, քարոզվեցավ հետանոսներու մեջ, հավատալի եղավ աշխարհի մեջ եւ երկինք համբարձավ բարքով։ Սիրեիներ, ես կուզեմ, որ դուք հատկապես ուշադրություն դարձնեք առաքյալի նամակներու բովանդակության վրա, որտեղ ողջունի խոսքերեն բացի որևէ անձնական հետաքրքրություն չկա, որևէ շահադիտական հարց չկա։ Ամբողջ մտահոգությունը առաքյալին կվերապերի համայնքի եւ եկեղեցու մեջ ծագած խնդիրներուն։ Բնական է, որ Պողոսն ալ պիտի ունենար խնդիրներ եւ հալածանքներ, որոնց մասին կնշե ուրախությամբ եւ բարձանքով, որ Քրիստոսի անվան համար է որ կդարապի։ Պողոսի կյանքը ամբողջությամբ կհամապատասխանե Քրիստոսի այն խոսքին, որ գսե. ով իր անձը չուրանար եւ իր խաչը չի վերցներ, ում յետևս չկա, ինձի արժանի չէ։ Պողոսը դա անձնուրած ծառայության ընդմեջեն մատուցեց եւ նաեւ ուսուցանեց շատերուն ծառայության իսկական ձևը, որոնց մեկն ալ իր սիրելի որդին Դիմետրիոսն էր, որը ղեկավարեր Եփեսոսի համայնքներեն մեկը, որ առաքյալը Աստուծո եկեղեցի կհամարե։ Այն ժամանակ դեր քարե գառույցներ ու տաճարներ չկային եւ Աստուծո տուն կգոչվեր այն համայնքը, որտեղ միախոհ էին Աստուծո խոսքին շուրջ, որով միմյանց հետ հնազանդ էին իրենց ծառայության մեջ։ Ուրեմն նշանակություն չունի եկեղեցու մեծությունը կամ տաճարի զարդարանքը, եթե Աստուծո ժողովուրդը միապան չէ եւ սեր չկա միմյանց նկատմամբ։ Չնայած որ կանոնավոր կերպով կհավաքվին գիրագույորերը, կնստին գեղեցիկ նստարաններու վրա, բարձրախոսով կլսեն Աստուծո խոսքը, գենթանի երջախումբի միջոցով կլսեն հոգետով շարականներ եւ այլն։ Ոչ մեկ նշանակություն չունի այս բոլորը, քանի որ հավատացյալ հոդին մեջ խմորում չի հարաճանար Աստուծո խոսքին շուրջ եւ սեր ու կարեկցանք չի հարաճանար միմյանց նկատմամբ։ Ինչու նախկինին գար այս ամենը, իսկ հետակային երթալով սարեցավ, մարեցավ, նվազեցավ